Սրբազան մոտենում ենք մեծ պահքի 5-րդ կիրակին։ Այն, ինչպես եւ Պաղոց շրջանի մնացած կիրակիներն ունեն իրենց անվանումները եւ դրանց գերակշիռ մասը ավետարաններում իշատակվող առակների անուններով են կոչվում, որ Հիսուս պատմում էր իր աշակերտներին։ Նախորդ կիրակին անիրավ տնտեսի անուն ուներ, այս մեկը անիրավ դատավորի։ Հասկանում ենք, որ եթե առակ է, ուրեմն այլաբանություն։ Ուրեմն ով է այրիկինը եւ դատավորն ով է, որ չէր ուզում լուծել այդ այրիկ կնոջ արդար դատը։ Ուրեմն եթե տնտեսի առակի ուղերձը մարդու վերաբերմունքի բացահայտումն էր նյութական աշխարհի նկատմամբ։ Տեսեք, տնտեսն էր եւ տնտեսությունը։ Այս առակով Մեծի Պահոց 4-րդ կիրակի օրվա ուղերձում բացահայտվում է այն իրականությունը, թե ինչպես մարդը պետք է իրեն դրսևորի Աստծո կողմից ստեղծված նյութական բարիքի նկատմամբ։ Դա պետք է ծառայեցնի այլ մարդկանց բարօրությանը, ոչ թե դարձնի դա իր համար գործունեության առանցք, առաքելության առանցք։ Դատավորի առակի մեջ բացահայտվում է մարդու հարաբերությունը Աստծո նկատմամբ։ Պահոց շրջանում հատկապես շեշտադրվում է այն անհրաժեշտությունը, թե մենք ինչ ձևով պետք է հաղորդակցվենք Աստծո հետ։ Աստծո հետ հաղորդակցության մեկ ճանապարհ կա՝ աղոթքը։ Եվ այս առակով ներկայացում է, թե ինչ ձևով պետք է աղոթել։ Ես թերևս ներկայացնեմ առակը, թեև ամենքը ծանոթ են։ Ասում է, որ կար մի այրիկին, որը խնդիր ուներ, չլուծված խնդիր ուներ։ Եվ անընդհատ դիմում էր դատավորին իր խնդրանքը լուծելու խնդրանքով։ Դատավորը, որպեսզի ավետարանը երկար բարակ բացատրություններ չտա դատավորի վերաբերյալ, երկու բնորոշում է կատարում։ Ասում է, որ մարդկանցից չեր ամաչում եւ Աստծուց չեր երկնչում։ Ավելին ասելու անհրաժեշտություն ինձ թվում է այլևս չկա։ Մարդ, որ մարդկանցից չի ամաչում եւ Աստծուց չի երկնչում։ Այսինքն որևէ մոտիվացիա չունի այս մարդը տիկնոջ, այրիկ կնոջ տիկնոջ բարոյական հոգևոր որևէ մոտիվացիա չունի այրիկ կնոջ խնդրանքը լուծելու։ Միակ մոտիվացիան մնում է այն, որ ինքը այլևս ձանձրանում է։ Ասում է, որ բավարար է, ձանձրացա, ես այս տիկնոջ, այս այրիկ կնոջ խնդրանքը լուծեմ, որ այլևս դադարի ինձ հետապնդելուց եւ ձանձրացնելուց։ Եվ վերջի վերջո խնդրանքին լուծում է տալիս։ Եվ ավետարանի մեջ եզրափակում հետևյալն է, ասում է, եթե անիրավ դատավորը կարող է այդպիսի բարեգթություն դրսևորել, առանց անդրադառնալու մոտիվացիային, ասում է, եթե անիրավ դատավորը կարող է այսպիսի բարեգթություն ընծայել տիկնոջը, այրիկ կնոջը, ապա որքան երկնավոր դատավորը բարեգու կգտնվի մարդկանց նկատմամբ։ Առակի ուղերձը հետևյալն է, որ մենք մշտապես պիտի շարունակենք հետապնդել մեր դատը։ Ո՞րն է մեր դատը։ Մեր դատը Մեծի Պահոց շրջանում եւ որպես արարած ամբողջ կյանքի ընթացքում Աստծո հետ բեկված, պառակտված հաղորդակցությունը վերականգնելն է, որը բեկվել է, խզվել է Եդեմական պարտեզում Ադամի եւ Եվայի մեղսագործության հետևանքով։ Մենք աղոթք անում ենք, բայց արդյոք մենք հետևողական ենք, արդյոք նպատակասլաց ենք, արդյոք սկզբունքային ենք մեր աղոթքների մեջ։ Իհարկե, շատերը մտածում են, որ մենք հետևողական ենք, սկզբունքային ենք, բայց մեր աղոթքները անպատասխան են մնում։ Իհարկե կարող ենք մենք այդպես մտածել, եթե մեր մտածումների եւ մեր խորհրդածությունների առանցքում միայն մենք ենք։ Եթե մենք մեզ ամենակարևոր եւ ամենաառանցքային դերակատարն ենք համարում այս աշխարհի։ Մեզ երբեմն թվում է, որ ամբողջ տիեզերքը մեր շուրջ է պտտվում եւ մեր ցանկացած քմայք, ցանկացած քմահաճույք պետքա որ համարժեքորեն արձագանք գտնի Աստծուց։
Բայց ինչ է ասում Սուրբ Գիրքը։ Սուրբ Գիրքը ասում է, որ դուք ավելին չգիտեք այն մասին, թե ինչ է ձեզ անհրաժեշտ, ինչ է պետք։ Այդ մասին գիտի Աստված։ Դուք պարտավոր եք աղոթք անել։ Աստված կորոշի, թե ձեզ համար ինչն է լավ, ինչն է բարին այդ պահին եւ ինքը կտրամադրի ձեզ։ Որում երբ տա ձեր ուզածը։ Այո, եւ երբ կտա։ Բայց եթե դու քո աղոթքը պայմանավորում ես այն արագ արձագանքմամբ, թե որքան շուտ կտրվի քեզ քո աղոթքի պատասխանը, դա որոշակի առևտրականի դրամաբանության այսպես տպավորություն է ստեղծում։ Երկրորդը աղոթք անելուց մի նկատառում եւս պետք է հաշվի առնել։ Աղոթքի ժամանակ այն ամենը մեզ ինչ որ մենք կարող ենք պահանջել նյութականից, դա մեր հանապազօրյա հացն է։ Ավելի բարձր կարգի ուսուցում, քան Սուրբ գրքում հայրմերի ուսուցմամբ է տրվում, ուրիշ որևէ տեղ չի տրվում։ Եվ ասում է, որ այն ամենը, ինչ որ նյութական բաներից անհրաժեշտ է ձեզ, նյութական ամենօրյա հացն է։ Հաց մեր հանապազոր տուր մեզ այսօր մենք ասում ենք։ Ամեն օրվա հացը մեր արդար վաստակն է, մենք կարող ենք խնդրել Աստծուց։ Բայց նյութական այլ բարիքներ, որոնք տեղ կարող են գտնել մեր աղոթքի մեջ, այլևս նսեմացնում են այդ աղոթքի արժեքը, աղոթքը հավասարեցնում են այսպես առօրյա զրույցի կամ առօրյա խոսակցության։ Աղոթքը այնպես, որ մեր ամենօրյա կյանքի բաղկացուցիչ մասը պիտի դառնա։ Գիտեք, մենք օրվա մեջ շատ ենք խոսում։ Խոսակցությունը մարդկանց հետ, խոսակցությունը տարբեր թեմաներով մեր առօրյայի հիմնական մասն է կազմում, բայց մենք մոռանում ենք խոսել մի հոգու հետ, որը չափազանց էական կարևոր է մեզ համար։ Մենք մոռանում ենք խոսել Աստծու հետ։ Մենք մոռանում ենք խոսել ինքներս մեզ հետ։ Պահոց շրջանը նրա համար է, որ մենք մշտապես հիշենք ինքներս մեզ հետ եւ Աստծու հետ խոսելու անհրաժեշտության մասին։ Ըստ էության առակը հենց աղոթքի կարևորության մասին է, հա, ինչպես Այրիկինը տքնաջան, այդպես հարատև հաստատակամ աղոթքի եւ տքնաջան աղոթքի մասին է։ Այո, նպատակասլավ ես այդպես հասկացա, որ դատավորը այլաբանորեն, հա, այդպես, չէ որ միակ այդպես ամենաարդար դատավորը Աստված է, եւ այստեղ կարծես թե դատավոր ասելով հենց Տիրոջը նկատի ունեմ, բայց ես կարծում եմ, ճիշտ եմ կարծում, հա, Սրբազան, որ ոչ թե նույն անում են նրանք, ասենք, առակի դատավորը եւ ամենաարդար հակադրության մեջ հակադրվող համեմատություն է սա, ոչ թե համադրվող համեմատություն եւ եզրափակիչ առակի եզրափակիչ դրույթն էլ հենց դրա մասն է խոսում, ասում է, եթե երկրավոր անիրավ դատավորը կարող է այսպես վարվել, ապա որքան երկնավոր դատավորը, որ արդար է, բարեգութ է, կթառատ կգտնվի ձեր նկատմամբ։ Այլևս այս արտահայտությունը տեղ չի թողնում դիտարկելու, այլ նույնացման, որ դրանք հակադիր պատկերներ են։